Բարև ձեզ հայրենակիցներ, այսօր արդեն ապրիլի 30-ն է եւ այս հաղորդման մեջ հիմնականում խոսելու ենք միջազգային կարևոր իրադարձություններից, մասամբ կանդրադառնամ նաեւ Հայաստանին, միանգամից ասեմ, որ Հայաստանի մասով շատ բան չկա քննարկելու, երեք մենք խոսել ենք այն մասին, որ չափից դուրս շատ է PR-վում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները եւ դա նաեւ անում են ինչ-որ միտեղ իշխանական լրատվամիջոցները, հագա-PR-ը եւս PR է, կեղտոտ PR-ի շնորհիվ եւս կարող են նման մարդիկ հասնել հաջողության։ Եվ դա է, որ ինձ ավելի շատ է մտահոգում Հայաստանի մասով։ Բայց քանի որ տեսնում եմ, որ հեղեղված են քննարկումները Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների շուրջ, անտեսելու քաղաքականությունը ոչ թե չի աշխատում, ընդհանրապես չեն էլ փորձ է, եւ երևի թե հիմա այն իրավիճակում է ամեն ինչ, որ կարծես թե կարող է նաեւ չաշխատել այդ անտեսման քաղաքականությունը, այսինքն քաղաքականություն Քոչարյանի վերադարձնելը տեղի էր ունեցել նրա ձերբակալության օրից եւ նրան ազատ արձակելու օրվանից ավելի շատ է նա մտել քաղաքականություն եւ հետեւաբար չեմ կարող համոզված ասել թե որքանով ճիշտ կլինի իրոք անտեսել տվյալ անձին, բայց միանշանակ անտեսելը նախ կարող է աշխատել, բայց միանշանակ կարող է շատ լավ աշխատել, եթե այն ամենասկզբից կիրառվեր։ Բայց քանի որ կրկնեմ, մեսանով չէ դա եւ հեղեղված է համացանցը քննարկումներով, մի քանի կարևոր մատնանշում եմ այնուամենայնիվ ուզում անել Քոչարյանի հայտարարությունների վերաբերյալ, որ Հայաստանն է մեղավոր, որ պատերազմ սկսվեց Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջև, այսինքն հարձակվեց Ադրբեջանը Արցախի վրա եւ հիմա Քոչարյանը ներկայացնում է այնպես, որ Հայաստանն է մեղավոր, Հայաստանն է հրահրել այդ պատերազմը։ Մեկ բան պետք է ասենք եւ փաստենք արդարության համար, որ բոլորը հստակ իմանան եւ զուգահեռներ տանեն նրա հետ, որ Վրաստանում եւս նման քննարկումներ կան արդեն վաղուց, թե ով է սկսել պատերազմը ընդդեմ Վրաստանի։ Դա Վրաստանի պատճառով է տեղի ունեցել Ռուսաստանի ագրեսիան ընդդեմ Վրաստանի, թե Ռուսաստանն է հարձակվել։ Այսինքն այդ հարցը Վրաստանում եւս քննարկման առարկա է, այդտեղ էլ նախկին ներկա այդ խաղի մաս են եւ շատ ակտիվ այդ ամենը օգտագործվում է։ Փաստացի Քոչարյանը կամ օրինակ է վերցրել Վրաստանից, այդ Վրաստանի քաղաքական դիսկուրսը նրան դուր է եկել, բայց մեկ բան այստեղ փաստ է, որ դա հստակ Ռուսաստանին լավանալու ձև է եւ այդպիսի հայտարարություններով փորձում են հասարակությանը ապացուցել, որ Ռուսաստանը որևիցե մեղք չունի Արցախի կորստի համար եւ դրանում մեղավոր է միայն ու միայն Նիկոլ Փաշինյանը։ Դա այն փորձում ամեն կերպ ապացուցել եւ նույնիսկ փորձում են Ադրբեջանին արդարացնել, ասելով, որ Ադրբեջանը մեղավոր չէ, դա Նիկոլ Փաշինյանն էր, իր սխալ քաղաքականության պատճառով սկսվեց պատերազմը, Հայաստանը հրահրեց, Հայաստանը թույլ տվեց, այսինքն դա հստակ ռուսական նարատիվ է եւ դա միանշանակ կարծում եմ, որ միանշանակ Կրեմլից են հորդորել Քոչարյանին, որ նման հայտարարություններ անել։ Սակայն այն, ինչ աշխատում է ուրիշ երկրներում, անպայման չէ, որ աշխատի Հայաստանում։ Ես կարծում եմ, որ ահա այս առումով հայ հասարակությունը բավականին լավ իմունիտետ ունի եւ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանը ինքն է իրականացրել ագրեսիա ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, դրան պատրաստվում էր շատ երկար, նույնիսկ իր նախագահության օրվանից, երբ որ միայն Հայաստանը նայում էր Ռուսաստանի ուղղությամբ, իսկ Ադրբեջանը բազմակողմանի տարբեր հարաբերություններ էր զարգացնում տարբեր երկրների հետ։ Եվ այսօր մեծ ցավով պետք է փաստենք, որ նույն Ադրբեջանը շատ ավելի մեծ հնարավորություններ ունի դիմակայելու Ռուսաստանին եւ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, քան Հայաստանը։ Քանի որ Ադրբեջանում ավելի շատ է մաքրված այդ ագենտուրան, ռուսական ագենտուրան եւ մեծ հաշվով այդ առումով Ալիևը ոչ մի խնդիր չունի։ Ինքը ուզում է խորացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, ուզում է քննադատում է Ռուսաստանին, այսինքն երբ որ պետք է ինչ-որ մի բան արագ ստանալ Ռուսաստանից, խոստումներ են տալիս եւ արագ ստանում են, հետո արդեն երբ որ ամեն ինչ հանդարտվում է, իրենք հասնում են իրենց նպատակին, սկսում են մերժել եւ թուլացնել Ռուսաստանի դիրքերը Ադրբեջանում, քանի որ
Ի սկզբանե այդ գործակալական ցանցը վերածված է Ադրբեջանում։ Դրա համար մենք կտրուկ տարբեր իրավիճակ ունենք Ադրբեջանում, ինչպես նաև Վրաստանում եւս այդ գործակալական ցանցը վաղուց քայքայված է եւ չկա, այսինքն կան ինչ որ շատ թույլ ուժեր, հիմա էլ գրանցվում են ռուսամետ ուժեր, բայց դրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, խոսքը հասարակական սեկտորի մասին է, խոսքը նախկին քաղաքական գործիչների մասին է, Վրաստանում չկան այդպիսի ուժեր, որոնք որ Ռուսաստանի նարատիվները փորձեն առաջ քաշել Վրաստան, խոսքը կոնկրետ ընդդիմության մասին է։ Իսկ ահա Հայաստանում լրիվ հակառակ process-ն է, Հայաստանում բացեիբաց Վրաստանում եւ Ադրբեջանում նման բան չկա, որ բացեիբաց որևիցե մեկը այդքան աջակցի Ռուսաստանին։ Էլի կրկնեմ, որ շփոթմունք չառաջանա, կա ինչ-որ շատ փոքրիկ կուսակցություն, վերջերս կրկին կարողացել են Վրաստանում այդ կուսակցությունը գրանցել ռուսամետ, բայց այնքան աննշան փոքրիկ ուժ են դրանք, որ բայց Հայաստանում տեսնում ենք, որ հիմնական դերակատարները դրանք պրո-ռուսական ուժերն են, նախկին իշխանության ներկայացուցիչները Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը երևի համեմատաբար այդքան խորը ռուսամետ չէ, որքան Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը հստակ կողմ է, որ Ռուսաստանի հետ Հայաստանը դառնա միութենական պետություն, դառնա Թաթարստան, մի քիչ էլ ավել, այսինքն դա է պատճառը, որ նա ասում է, որ հիմա Հայաստանն է մեղավոր, որ պատերազմը տեղի ունեցավ եւ Ադրբեջանը հարձակվեց, վաղն կարող ասեմ, որ Ադրբեջանը չի հարձակվել, այլ Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա, եթե մեղավոր է Հայաստանը, այլ ինչ մնաց ասելու են, որ Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա։ Այսինքն ես ոչինչից չեմ զարմանա, դա Կրեմլի մեթոդն է, Կրեմլի լավացման մեթոդն է։ Եվ մենք պետք է սա հստակ գիտակցենք, թե երբ որ ասում ենք Ռոբերտ Քոչարյան, ինչի նկատի ունենք։ Ռոբերտ Քոչարյան հավասար է Վլադիմիր Պուտին։ Սերժ Սարգսյան հավասար է Վլադիմիր Պուտին։ Դա շատ պարզ է, շատ չափից դուրս պարզ է, եւ դա չափից դուրս նաեւ կարեւոր է, որ բոլորը հասկանան։ Ինչ վերաբերվում է Հայաստանի իշխանություններին, ես երեք արդեն իմ հաղորդման մեջ ասել եմ, այդ PR-ով լավ չէ, որ իրենք զբաղվում են, բայց երևի այնքան է հարցը խորացել։ Ես երեք ինքս իմ ասածների վրա երկար մտածում էի, փորձում էի ավելի լավ հասկանալ եւ վերլուծել։ Իրոք անտեսել ամենամեծ զենքերից մեկն է, ընդհանրապես անտեսել ամենամեծ զենքերից մեկն է։ Բայց երևի թե վիճակը հասել է նրան, որ անտեսելը կարող է եւ լավ արդյունքներ տա, բայց կարող է եւ լավ արդյունքներ չտա։ Եթե ի սկզբանե դա կիրառվեր, միանշանակ հրաշալի արդյունքներ մենք կունենայինք։ Բայց հիմա դժվարանում եմ ասել, տեղեր կա, որ պետք է անտեսել, երևի թե պետք է լավ ավելի հասկանալ եւ ուսումնասիրել, բայց տեղեր էլ կա, որ պետք է հստակ հակազդել, այսինքն կարճ եւ կոնկրետ ասել, որ ահա այս մարդը հստակ տարածում է Կրեմլի նարատիվները, հստակ։ Եվ դա արվում է այս նպատակներով։ Բայց այստեղ կարևոր է նաև հասկանալ, որ դա ձեռնտու է նաև Հայաստանի իշխանություններին, որ Ռոբերտ Քոչարյանը այդպիսի հայտարարություններ է անում, այսինքն ինչ որ միտեղ հնարավոր է իշխանությունների շահերը համընկնում են, որ այդպիսի հայտարարություններ անի Ռոբերտ Քոչարյանը։ Դա եւս պետք է հաշվի առնենք։ Միակ ելքը, ես կարծում եմ, միակ ելքը այն է, որ Հայաստանում նոր քաղաքական ուժեր զարգանան, նոր քաղաքական ուժեր ժողովրդավարական առաջանան եւ զարգանան, կան քաղաքական առողջ ընդդիմադիր ուժեր, տեսնում ենք եւ գիտենք, այդ մասին շատ ենք խոսել, Եվրոդաշինքը, բայց նրանք Գյումրիում իրոք տապալվեցին, ինչը հուշում է, որ նրանց քաղաքականությունը ինչ որ միտեղ այդ ներքին առումով բավականին լուրջ խնդիրներ ունի եւ նրանք էլ պետք է փորձեն փոխվել, որպեսզի ժողովուրդը ավելի շատ վստահի կամ ընդհանրապես իրեն չասոցացնի իշխանության հետ կամ ավելի շատ ասոցացնի, որպեսզի ընդհանուր առմամբ կարողանան միասնական ջանքերով ստեղծել կոալիցիա, բայց եթե ընտրություններին գնան միասնական, ապա պետք է ունենան միանշանակ կետեր, այնպիսի կետեր պետք է ունենան, որոնցով որ Հայաստանի իշխանություններին քաղաքացիական պայմանագրին կպարտադրեն, որպեսզի այդ կետերի հետ համաձայն լինի քաղաքացիական պայմանագիր, օրինակի համար նույն Եվրամիության հետ հարաբերությունների ավելի խորացումը, կոնկրետ քայլերի իրականացումը, այսինքն պետք է այդ առումով բավականին լուրջ, կարծում եմ, մտածել, քանի որ ահա
այս ձևերով իրենց պայքարը ոչ մի արդյունք կարծես թե չի տալիս։ Ամենայն դեպս Գյումրիի ընտրությունները դրա մասին են վկայում։ Հնարավոր է Երևանում լրիվ այլ արդյունքներ գրանցեն այդ ուժերը, դա եւս ես չեմ բացառում, բայց չեմ կարծում, որ շատ մեծ տարբերվող արդյունքներ նրանք գրանցեն նաեւ Երևանում։ Այդ առումով նրանք եւս պետք է փոխվեն, պետք է նոր նաեւ կուսակցություններ ստեղծվեն Հայաստանում, չափից դուրս կարևոր է, որպեսզի հարց չդրվի այլևս Հայաստանը Արևմուտքի հետ է թե Ռուսաստանի, այսինքն ոչ Արևմուտքի, ոչ էլ Ռուսաստանի խաղերը մեր գլխին չփորձարկեն։ Հակառակ պարագայում միշտ էլ մեծ խնդիրներ ունենալու Հայաստանի Հանրապետությունը, մեծ խնդիրներ ունենալու քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները, որոնք որ իշխանափոխության պարագայում կարող է արդեն շատ լուրջ խնդիրներ ունենան Հայաստանում։ Եվ ընդհանրապես պետական համակարգը կունենա խնդիր, արտաքին քաղաքականությունը եւ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն կունենա ահռելի մեծ խնդիրներ։ Հայաստանում պետք է լինեն միայն ու միայն պրո-հայկական, հայրենասիրական ուժեր, որոնք որ կկարողանան կառուցել Հայաստանում բազմավեկտոր քաղաքականություն, ազգային շահերի վրա հիմնված քաղաքականություն, կթույլատնեն յուրաքանչյուր երկրի օտար ազդեցությունը Հայաստանում, եթե որևէ երկիր գործակալական ազդեցություն ունի քո երկրում, միանշանակ չես հաջողելու։ Եվրոպան լինի, Չինաստանը լինի, Ռուսաստանի Դաշնությունը լինի, որ երկիրն էլ լինի, միանշանակ սկսելու է թելադրել քեզ, թե ինչ է իր համար լավ։ Այդ իսկ պատճառով պետք է յուրաքանչյուր երկրի գործակալական այդ ցանցերից ուլտրա պրո օրինակի համար ռուսականությունից կամ ուլտրա պրո եվրոպականությունից, ամերիկամետությունից հրաժարվենք եւ սկսենք լավ, նորմալ հարաբերություններ սկսել կառուցել բոլորի հետ։ Նույն Ռուսաստանի հետ հնարավոր է լավ հարաբերություններ կառուցել, եթե այդ գործակալական ցանցը Հայաստանում չլինի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ շատ ավելի հեշտ կլինի խորացնել հարաբերությունները ռազմավարական առումով, եթե նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները ներսից թելադրող դերակատարություն չունենան Հայաստանի իշխանությունների վրա։ Նույնն է վերաբերում նաև Եվրամիությանը, նույնն է վերաբերում նաև Հնդկաստանին, այսինքն տարբերություն արի չդնենք, չնայած որ տարբերությունը ահռելի մեծ է, դա էլ ասեմ, ահռելի մեծ է հաշվի առնելով Ռուսաստանի գործելավոճը եւ մնացած երկրների գործելավոճը, դա եւս կա։ Համեմատելի չէ եվրոպական գործելավոճի հետ եւ ամերիկյան օրինակի համար գործելավոճի հետ, բայց այնուամենայնիվ Հայաստանում բոլոր կուսակցությունները պետք է լինեն կոնկրետ հայամետ։ Դա չափազանց կարևոր է։ Շատ են Իսրայելի օրինակը բերում, 77-ամյակն է կարծես հիմա իրենք տոնելու են Իսրայելում այսօր նրանք տոնելու են 77-ամյակը Իսրայելի ստեղծման, մեծ տոներ, պատկերացրեք այս փոքր ժամանակահատվածում, դա փոքր ժամանակահատված է իրականում, Իսրայելը ինչպիսի մեծ բարձունքների է հասել։ Իսրայելը ունի շատ խորը ռազմավարական հարաբերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների վասալ պետություն չէ, լավ հարաբերություններ ունի Եվրամիության երկրների հետ եւ բազմաթիվ այլ կարևոր երկրների հետ։ Ունի շատ հզոր ռազմական եւ գիտական պոտենցիալ ամեն առումներով, թե կրթության մեջ, թե ռազմական ոլորտում, թե տնտեսության մեջ, այսինքն բոլոր ոլորտներում Իսրայելը հաջողել է եւ իրենց արտաքին հետախուզությունն էլ հասել է ուղղակի շատ բարձր գագաթնակետի։ Եթե Հայաստանում քաղաքական նորմալ գործիչներ ունենանք եւ նրանք ունենան իրոք հայրենասիրություն, ապա իրենց գերագույն նպատակը կլինի Հայաստանի որպես պետության կայացումը, բնականաբար ճիշտ դաշնակիցների հետ։ Դա իմ ասածը սերելի հայրենակիցներ եւ դրա համար Քոչարյանի նման քաղաքական գործիչները պետք է ուղղակի առնվազն շատ մեղմ ասեն պատմության գիրկը ուղարկվեն։ Եվ Հայաստանին պետք է նոր, առողջ, ուժեղ հայրենասեր քաղաքական գործիչներ։ Հիմա սերելի հայրենակիցներ խոսենք միջազգային կարևոր իրադարձություններից ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ այդ Պուտինի հայտարարությունը, որ 7-ից 11 մայիսի պետք է դադարեցվի պատերազմը, ռազմական գործողությունները, դրա մասին մենք արդեն խոսել ենք, բայց Զելենսկին սկսում է հետաքրքիր հայտարարություններ անել, պատասխանել Մոսկվային ավելի լուրջ ձևով հստակ ակնարկելով, որ կարող է նույնիսկ հարված հասցնել այդ շքերթի օրը Ռուսաստանի ուղղությամբ։ Մենք տեսնում ենք, որ
Ուկրաինական դրոնները իրոք հրաշքներ են գործում, բավականին լուրջ ձևով կատարելագործել են նրանք իրենց դրոնները եւ հիմա երևի թե մեծ խնդիր չի ներկայացնում փաստացի հարված հասցնել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքին, բազմիցս նրանք հարված են հասցրել եւ կարծում եմ, որ էլի կարող են եւ դա է պատճառը, որ Ռուսաստանի Դաշնությունը Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ կոնկրետ առաջարկ է անում այդ օրերին դադարեցնել ռազմական գործողությունները։ Շատերը կարող է դա բարի կամքի դրսևորում ընդունել։ Դա ինչ որ միտեղ նաև ազդում է Դոնալդ Թրամփի վրա, պատահական չէ, որ նման հայտարարություններ եւ քայլերի է դիմում Վլադիմիր Պուտինը, բայց Ուկրաինայում ավելի լավ են հասկանում, թե ինչ է դրանով ցանկանում Ռուսաստանի Դաշնությունը եւ դրա համար Զելենսկին փաստացի ամենաթույլ տեղն է մատնանշում Վլադիմիր Պուտինի։ Եվ Զելենսկին ասում է, որ ռուսները մտահոգված են այն առումով, որ նրանց շքերթը հարցականի տակ է, եւ շատ ճիշտ են անում, որ մտահոգվում են, եւ նրանք պետք է իրոք մտահոգվեն, որ այս պատերազմը մինչեւ այսօր, մինչեւ օրս շարունակվում է, եւ նրանք պետք է դադարեցնեն այս պատերազմը, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին, ինչը հստակ պարզ է դարձնում, որ Վլադիմիր Զելենսկին սպառնում է հարձակում իրականացնել հնարավոր է Կրեմլի վրա, հնարավոր է շքերթի վրա, հնարավոր է կամ էլ Մոսկվայի ինչ որ հատվածի վրա կարողանա հարձակում իրականացնել այդ օրերին, այսինքն հետաքրքիր, չափազանց հետաքրքիր հայտարարություն է անում Զելենսկին, կարող է նաև քաղաքական հնարք է, բայց ահա այդ հայտարարությունը ես կարծում եմ, որ շատ բանի մասի է վկայում եւ կարծում եմ ամբողջ աշխարհն էլ հիմա մտածելու է այդ ուղղությամբ, թե արդյոք այդ հրադադարը Ռուսաստանի կողմից, որ հայտարարվել է, բարի կամքի դրսևորում է, թե կոնկրետ նպատակներ է հետապնդում։ Դրանից բացի բազմաթիվ երկրների առաջնորդներ, որոնք որ ներկա են լինելու այդ շքերթին, նրանք եւս մտածելու տեղ ունեն, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուկրաինայի մասով բազմաթիվ նոր հայտարարություններ արել նաեւ Դոնալդ Թրամփը, չեմ կարծում, որ շատ կարևոր է այդ հայտարարություններին անդրադառնալ, այս անգամ նա փորձել է նաև քննադատել ավելի շատ ուկրաինական կողմին, նաև այն հարցին, թե Հռոմի Պապում են ուզում տեսնել, այսինքն նաև Հռոմի Պապ է փաստացի ուզում դառնալ Դոնալդ Թրամփը, չգիտեմ ինչպես քննարկենք կամ մեկնաբանենք, բայց հարցերին պատասխանելով, բայց լրագրողի հարցին պատասխանելով ասել է, որ իրենից շատ լավ հրաշալի Հռոմի Պապ կարող է դուրս գալ, չգիտես լացես, թե ծիծաղես, թե ինչպես ընդունես այդ հայտարարությունները, ամեն դեպքում այդպիսի հայտարարություններ է անում Դոնալդ Թրամփը, բայց այստեղ հետաքրքիր տեղեկություններ ունենք, որ Վիտկոֆը, Ամերիկայի Միացյալ Նահանգների բանագնացը, կոնկրետ փորձում է համոզել Վլադիմիր Պուտինին, որ Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվի այդ մաքսիմալիստական պահանջներից եւ այն շրջանները, որոնք որ գրավել է Ռուսաստանի Դաշնությունը, ճիշտ է այդտեղ մնալու են ռուսները ըստ այդ բանակցությունների որոշ շրջաններից միայն հետ են քաշվելու, մենք այս մասին քննարկել ենք, դա երևի ամերիկյան կողմն է ամենայն հավանականությամբ առաջարկում Զապորոժիայի ատոմային էլեկտրակայանի հատվածից Կախովի հեսի շրջան, ինչպես նաև Խարկովի որոշ շրջաններից, բայց Ռուսաստանի Դաշնությունը հակառակի մասին է պնդում, ասում է, որ տարածքները, որ մենք ճանաչել ենք մեր երկրի մաս, այդ տարածքները ամբողջությամբ պետք է ազատագրվեն, այդտեղից պետք է Ուկրաինան դուրս բերի զորքեր։ Հիմա երևի թե ամենաշատ ահա այդ հարցերն է քննարկում ամերիկյան կողմը ռուսական կողմի հետ եւ դա արդեն սկսել է մտահոգել Դոնալդ Թրամփին, հասկանում է, որ Պուտինի չի կարող հասնել որևիցե զիջման, դրա համար ասում են, որ վերջին այս մեկ շաբաթը կարծես վճռական է լինելու ռուս-ուկրաինական պատերազմի համար։ Հիմա խոսենք Հնդկաստանի եւ Պակիստանի միջև այդ լարվածությունից երեք մոդին Հնդկաստանի վարչապետը ազգային անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, բոլոր ուժայինները ներկա էին, պաշտպանության նախարարը, գենշտաբի ղեկավարը, ցամաքային ուժերի հրամանատարներ, մի խոսքով բավականին լուրջ հարցեր են քննարկել, թե ինչպես է Հնդկաստանը պատասխանելու Կաշմիրի Պախալգամի հատվածում այդ ահաբեկչությանը, որի ընթացքում 26 հոգու կյանք է խլել այդ ահաբեկչությունը, դրանից էլ լարվածությունը գիտեք Հնդկաստանի եւ Պակիստանի միջև կոնկրետ քննարկել է մոդին
ժամկետների հարցը, թե երբ է պատասխան հարված հասցնելու ահաբեկիչներին, իսկ ահաբեկիչներին նրանք տեսնում են միանշանակ Պակիստանին։ Եվ այստեղ կարևոր է նշել, որ գիշերը Պակիստանի եւ Հնդկաստանի միջև Ջամմու շրջանում կրկին հրաձգություններ են տեղի ունեցել Պակիստանի եւ Հնդկաստանի զինվորականների միջև։ Եվ դրանից հետո Պակիստանի ինֆորմացիայի նախարարը հայտարարել է, որ իրենք հստակ տեղեկություններ ունեն, որ 24-ից 36 ժամվա ընթացքում Հնդկաստանը հատուկ ռազմական գործողություններ է սկսելու Պակիստանի դեմ։ Այսինքն Պակիստանը հայտարարում է, որ իրենք հստակ տեղեկություններ ունեն, որ Հնդկաստանը ռազմական գործողություններ է սկսելու 24 ժամ կամ մի փոքր ավել հետո։ Շատ ծայրահեղ, ծայրաստիճան լարված է իրավիճակը, եւ ինչպես արդեն նշել էի, Թուրքիան օրեցօր ավելի ու ավելի շատ է ներգրավում այդ կոնֆլիկտի մեջ, ինչպես նաև Ադրբեջանը։ Թուրքիան սկսել է ռազմական օգնություն ցուցաբերել Պակիստանին, Իսրայելը սկսել է ռազմական օգնություն ցուցաբերել Հնդկաստանին, կարծում եմ մենք էլ մեր տեղը եւ դերակատարությունը պետք է գտնենք այս կոնֆլիկտի մեջ, դա չափազանց կարեւոր է մեզ համար, բայց ճիշտ սխալվելու իրավունք ոչ միտեղ մենք չունենք, ճիշտ պետք է վարվել, հապից դուրս կարեւոր է դա։ Նաեւ կարեւոր է նշել, որ Չինաստանը եւ Ռուսաստանը եւս շահագրգռված են այդ կոնֆլիկտի մեջ, Ռուսաստանին դա ձեռնտու է, որպեսզի մոռացության մատնի ռուս-ուկրաինական պատերազմը եւ կարողանա պատերազմը շարունակել, Դոնալդ Թրամփի ուշադրությունը սևեռել դեպի այդ կոնֆլիկտ, որը որ շատ ավելի մեծ կոնֆլիկտ կարող է դառնալ, եթե ատոմային ռումբ կիրառվի, միանգամից կմոռանան Ուկրաինայի մասին, այդ առումով շատ ձեռնտու է դա։ Չինաստանի համար եւս դա շատ ձեռնտու է, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա սկսել է իր տեխնոլոգիական հնարավորությունները, ընկերությունները տեղափոխել Հնդկաստան, եւ Հնդկաստանը կարող է դառնալ աշխարհի կարևոր գերտերություններից մեկը, իսկ մենք տեսնում ենք եւ գիտենք, որ Չինաստանը շատ առաջ է, դեռևս հնաց որ բանակցությամբ Հնդկաստանը արդեն գերազանցել է Չինաստանին եւ նույնն էլ փորձում է անել տեխնոլոգիաների մեջ, նույնն է փորձում անել նաեւ տնտեսական ոլորտում, ռազմական ոլորտում, այսինքն շատ արագ զարգանում է Հնդկաստանը եւ դա փորձում է կասեցնել Չինաստանը եւ դրանից բացի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ այդ կոնֆլիկտը Չինաստանը կուզենա տեղափոխել Հնդկաստան։ Այսինքն հիմա բոլոր աշխարհի լուրջ խաղացողների ուշադրությունը տեղափոխվում է Հնդկաստանի վրա եւ բոլորը փորձում են իրենց շահը գտնել Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հասունացող այդ կոնֆլիկտից։ Այս պայմանությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ կրկին հիշեցնեմ լայքերի համար, դա չափազանց կարևոր է մեր յուրաքանչյուր հաղորդման տարածման համար։ Գրեք նաև ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ, հաջողություն կհանդիպենք։